Բարև ձեզ, սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Ժողովուրդ ջան, այսօրվա թեման լինելու է նոթբուքների, մարտկոցների մասին։ Հիմա դուք ձեր էկրանները վրա տեսնում եք նոթբուք, որի մարտկոցը չի լիցքավորվում։ Հիմա ես բացեմ, տեսեք, միացած է ցանցին։ Խնդրեմ։ Ցույց է տալիս 0%, այսինքն չի լիցքավորվում։ Ինչն է պատճառը։ Ընդհանրապես ժողովուրդ ջան, մի խորհուրդ տամ, երբ որ դնում եք լիցքավորման, դա կլինի նոթբուք, դա կլինի պլանշետ, դա կլինի power bank, հեռախոս, մի թողեք մինչև 100% լիցքավորվի կամ մինչև 0% լիցքաթափվի։ Թողեք միշտ 5%-ի չափ, այսինքն երբ որ հասավ 95% լիցքավորված, անջատեք։ Երբ որ լիցքաթափվում է, մի թողեք իջնի մինչև 0, 10%-ի 15%-ի ժամանակ արդեն կարող եք անջատել ցանցից։ Որովհետև այդ մարտկոցի մեջի էլեմենտները, կոնկրետ այս նոթբուքի մասն եմ խոսում, մարտկոցի մեջի յուրաքանչյուր էլեմենտ մի քանի էլեմենտներից կազմված մարտկոց է, նայած քանի վոլտ լարման համար է։ Նրանք նույն ժամանակ չեն կարողանում բարձրապես լիցքավորվել կամ նույն ժամանակ չեն կարող բարձրապես լիցքաթափվել։ Այսինքն, եթե մի էլեմենտը մնացած երեքը ժամանակի ընթացքում հասնում են 100% լիցքավորվել, իսկ մեկը ավելի շուտ է հասնում այդ 100%-ի եւ սպասում են նրանք, երբ որ նրանք են հասնում 100% լիցքավորված վիճակ, արդեն նա սկսում է տաքանալ եւ դրան շարքից դուրս է գալիս նույն լիցքացնված ժամանակ։ Հիմա կբացենք, աշխատենք, բացենք, տեսնենք, որ էլեմենտն է այդ մարտկոցի մեջ փչացած, փոխենք նույն պարամետրներով մեկ այլ նոր էլեմենտով եւ փորձենք որ աշխատի։ Դրա համար օգտագործել եմ նմանատիպ սուր գործիք, որովհետեւ բացեմ, դժվար է բացվում, ցույց կտամ այդ ամբողջ ընթացքը եւ կփորձենք բացենք ու գտնենք դեֆեկտը ու վերացնենք։ Հիմա մարտկոցը հանենք։ Մարտկոցը հանեցինք։ Ու աշխատենք, բացենք։ Տեսնենք սուր գործիք։ Զգուշորեն դանենք, որպեսզի չվնասենք մեր ձեռքերը։ Գտնենք որտեղից, այստեղ այս մասից։ Դժվար է բացվում, որովհետև սոսնձած է, բայց կարելի է բացել։ Բացեցինք, ժողովուրդ ջան։ Ընդամենը ունի 3 հատ մարտկոց եւ գումարային ստացվում է 10.6 ըստ գրվածի 10.6 համարը 11 վոլտ։
լիոն տիպի է և յուրաքանչյուրը ունի 2600 միլիամպեր հոսանք է ապահովում։ Հիմա տեսնելով նայենք, տեսնենք, որն է փչացած։ Սա պլյուսն է։ Սա ցույց է տալիս մեկ վայրկյան։ Սա ցույց է տալիս 0.3 վոլտ տարում, 0.31։ Տեղերը փոխենք տեստերի։ Սա ցույց է տալիս 3.56 հարուցական վոլտ, սա նորմալ է, և ես մյուսը նույնպես ցույց է տալիս 3.35 հարուցական։ Խնդրեմ։ Այսինքն ստացվում է, որ այս առաջինը չի աշխատում։ Վերցնում ենք նման նոմինալով, պարամետրներով մարտկոց և փոխանակում ենք սա ու նորից հավաքում։ Չգիտեմ տեստերի վրա երևաց թե ոչ, մի հատ նորից ուղղությունը փոխեմ, որ դուք տեսնեք այսպես։ Առաջինը 0.31, երկրորդը 3.56։ Ժողովուրդ ջան, ջարեցի նմանատիպ մարտկոց, դրեցի դիսկավորման, հիմա սա աշխատող է, փորձենք չափենք լարումը։ Ցույց է տալիս 3.4 վոլտ, շատ լավ է։ Հիմա կհանենք այս մեկը, որ չի աշխատում ու կփոխենք։ Ու այս մասից։ Դուշորեն անջատում ենք։ Ես հանեցինք։ Մի հատ տեսնենք իրոք փչացածն ենք անել։ Նասպիլսն է։ Անտանենք այսպես։ Փչացածն է։ Հիմա փոխում ենք սրանով։ Շատ լավ է։ Տեղադրեցինք, հիմա
Այս մասն էլ պայքանենք պլյուսը վերջ հիմա մնաց հավաքենք ժողովուրդ ջան հավաքենք ու փորձարկենք հավաքել եմ քիչ կարող է երկար դերի որովհետև պետք է սոսնձեմ ես դա գանեմ կադրից դուրս հետո կտեղադրենք փորձարկենք աշխատում է թե ոչ Սիրելի ժողովուրդ հավաքեցի կորպուսը հիմա այս մասը չեմ ուզում սոսնձեմ, պարզապես վերցնում եմ սկոչով, հատաստիկ սկոչով ամրացնում եմ։ Խնդրեմ պարզապես նման սկոչով ամրացրի այս մասը, որտեղ որ կան զաշուկեքը հիմա տեղադրենք ու փորձենք միացնենք, տեսնենք ինչ է աշխատում ժողովուրդ ջան, եթե կունենաք նմանատիպ պրոբլեմ պետք չի նորը գնել, որտեղ նորը բավականին մեծ գումար արժի կարելի է ճարել, գնել մի մարտկոց է եւ փոխարինել Կան նոթբուքներ, որտեղ 8 մարտկոցա տեղադրած, գա 6, սրա մոտ 3 էր։ Հիմա տեղադրում ենք վերջ, տեղադրեցինք, բացում ենք, միացնենք, տեսնենք 100%-ով աշխատելու է, 100%-ով, ես չեմ կասկածում։ Բացենք Խնդրեմ, հիմա ես մարտկոցի վրա սեղմեմ կուրսորով, կենեմ կոդը, հատ, բացվեց, հիմա տնենք, խնդրեմ, 84%, որովհետև այնի մարտկոցի ես, որ փոխեցի նա լրիվ լիսկավորված է, ցույց է տալ 3.4 վոլտ, իսկ այն մնացած երկուսը 3.67 հարուցական, այսինքն գումարային լիսկավորված տոկոսը ցույց տալիս 84%։ Վերջ աշխատել ժողովուրդ ջան։ Հարցը լուծեցինք, պրոբլեմը լուծեցինք։ Դե ինչ, այսքանով ավարտում տեսանյութը, եթե ձեզ հետաքրքիր էր եւ ձեզ դուր եկավ, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խամբիրյանը, եղեք միշտ առողջ, կարևոր դա է։ Բարին ընդ ձեզ, ցտեսություն։